Հաճախ է զույգերից մեկը բողոքում, որ սառել են ընտանեկան հարաբերությունները։ Կարծես կորցրել են միմյանց հանդեպ հետաքրքրությունը, սերը սառչել է, օտարացել են եւ նույնիսկ մտածում են ամուսնալուծության մասին։ Սակայն կա կարևոր մի պատճառ, որը հաճախ անտեսվում է զույգերի կողմից։ Դա հաղորդակցվելն է։ Մտածենք, ում ենք մենք սիրում։ Նրան, ով լսում, խոսում եւ հասկանում է մեզ։ Եթե չկա իրական հաղորդակցություն զույգերի միջև, ապա այդ հարաբերությունները երկար չեն կարող գոյատևել։ Հարաբերությունները նման են բույսի։ Եթե այն չեն խնամում, ապա վաղ թե ուշ այն կթոռոմի։ Իսկ հարաբերությունները թարմ պահելու համար ամենակարևոր դերը հենց շփմանն է։ Շատ կարևոր է, որպեսզի ունենաք ժամանակ միմյանց հետ հաղորդակցվելու։ Հաղորդակցվել նշանակում է եւ խոսել, եւ լսել։ Հաճախ զույգերից միայն մեկն է խոսում կամ լսում, սակայն կարևոր է, որ այդ գործընթացը իրականանա երկկողմանի։ Ունեցեք առանձնացված ժամանակ միմյանց համար, առանձին, միայն դուք, առանց որևէ ընտանիքի անդամի ներկայության եւ առանց որևէ հեռախոսի։ Պոկեք օրվանից այն ժամանակը, որը հնարավորություն կտա միմյանց մոտ գտնվել։ Ամբողջ ընթացքում փորձեք չքննադատել եւ չնսեմացնել ձեր զույգին։ Խոսեք ոչ միայն խնդիրներից, այլ նաեւ հաղթանակներից եւ հաճելի պահերից։ Հիշեք, որ երջանիկ են այն ամուսնական հարաբերությունները, երբ ամուսինները ամենամոտ ընկերներ են։